Եկեք բոլորս բարձրացնենք մեր ձեռքերը մեր Տիրոջ ներկայության մեջ։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս Նազովրեցի մենք գիտենք որ դու այստեղ ես քո Սուրբ Օքիով։ Բոլորս բադիվ գտանք քեզի։ Բոլորս կհարգենք քո ներկայությունդ, կխոնարհվենք քո ներկայության մեջ։ Ինչու, որովհետև դու Տեր ես եւ Թագավոր ես։ Որովհետև դու դերերու դերն ես եւ թագավորներու թագավորն ես։ Ինչպես այս երկին խոսքերը գսեն չկա քեզի նման։ Դու բարի հավատարիմ ողորմած մեծ սուրբ եւ զորավոր թագավոր ես։ Հիմա բոլորս իրար հետ երկենք բադիվ ու մեծարանք։ Ասանք սրտանցս ենք այս խոսքերը, որ մենք բադիվ գուտանք մեր Տիրոջը։ Այն Տիրոջը, որ մենք կբավինենք իրեն, այն Տիրոջը, որ նեղության եւ ուրախության մեջ իր անունը կգանչենք, այն Տիրոջը, երբ մեկը չի գա մեր գողքին, ինքը մեր գողքին է, այն Տիրոջը, որ երբ մեկը սիրտ չունի մեզի լսելու, ինքը մեզի կլսե։ Եկեք ասենք քեզի մեր Տեր բադիվ եւ մեծարանք։ Բադիվ ու մեծարանք, փառք եւ գոհություն, բադիվ ու մեծարանք, քեզ Հիսուս, բադիվ ու մեծարանք, փառք եւ գոհություն, բադիվ ու մեծարանք, քեզ Տեր Հիսուս։ Եվս մեկ անգամ բադիվ ու մեծարանք քեզի միայն Հիսուս փառք եւ գոհություն բադիվ ու մեծարանք քեզ Հիսուս բադիվ ու մեծարանք փառք եւ գոհություն բադիվ ու մեծարանք Տեր Հիսուս հազարավոր եւ բյուրավոր որդիներ խոնարհված պաշտում են քեզ հազարավոր եւ բյուրավոր որդիներ խոնարհված Բարձրացուր ցայնը ցիրելի եկեղեցի հազարավոր եւ բյուրավոր որդիներ խոնարհված պաշտում են քեզ հազարավոր եւ բյուրավոր որդիներ խոնարհված պաշտում են քեզ Ուլուֆ ուլուֆ أمامك ربوات ربوات تخدمك ألوف ألوف أمامك ربوات ربوات تخدمك Հալելույա Հազարավոր եւ բյուրավոր ժողովուրդներ, ասկեր եւ ցեղեր քեզի գերգրբակեն խաչված մերած բայց հարություն արած մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս եւ այդ հազարավոր բյուրավորներում մեջ գանք նաեւ մենք այստեղ հիմա հավաքված գբաշտենք քեզի գխոնարինք քո արչեւ որտեւ դու մեր Տերն ես, մեր Աստվածն ես եւ դու արժանի ես դու արժանի ես որ մենք փառք տանք քեզի այսօր այս ժամերը երբեք պատահական չեն որտեւ ամեն բան քո ցերկերուտ մեջն է մեր կյանքը, մեր ժամանակը, մեր արած շունչը քո ցերկերուտ մեջն է այսօրվա ժամերը քո ցերկերուտ մեջն է Եվ դու մեր Տեր ես գիտեմ որ անհամբեր ես որ քերին ազատ արձակես որ հիվանդին բժշկես որ գործվածին փրկես դու 2000 տարի առաջ խաչին վրա ապացուցեցիր որ ասիկա քո կամքը դե դու արյունը տապեցիր չխնայեցիր քո անցդ որբեսի քերիները
ազատ արձակվին, որովհետեւ չարը խայդարակվի մեր կյանքերում մեջ։ Այսօր այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Պիտի ցնցանք եւ ուրախ լինենք։ Այնտեղ որ Տերն է, գործված հույսերը կվերականգնվին։ Գործված կյանքերը կգտնեն կյանք։ Հալելույա։ Տեր, գանցեմ քո ցերկերուտ մեջ մեր սրտերը։ Աղոթքս է, որ դու պատրաստես մեր հավատքը այսօր։ Պատրաստես մեր սրտերը քո խոսքիդ։ Եվ ինչպես այդ գինը արյունահոսություն ունեցող հավատաց եւ արավ քեզ մեր իր բժշկությունը, այսօր նույնպես բոլոր կարիքավորները բժշկության, ազատագրման, հույսի, կյանքի թող քեզ մի արձակվի այս ամենը այսօր։ Բայց գիտեք, առաջինը, այս ամեն ինչեն առաջինը, մենք ուրախ ենք, որովհետև դու այստեղ ես։ Առաջինը քեզի կսիրենք, ոչ թե քեզ մեր եկածները։ Մենք շնորհակալ ենք քեզի Տեր։ Փառք քեզ, հալելույա։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Ամեն։ Ամեն, ամեն, սիրելի Աստծո ժողովուրդ, հրամեցեք նստեցեք։ Աստվածորդն է Պարավատյան խումբը, մերսի շատ։ Ինչպես որ ասինք, այսօր այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Եթե մեկը գա այստեղ, առաջին անգամն է, բարի եկած եք սիրելիներ, Աստվածորդն է ցեզի։ Մենք այստեղ հրաշալի ծառայություն ունենք այսօր, ով եկած է այսօր ոչ թե որովհետև գիրակի է եւ պետք է գա, այլ եկած է Զարավ սրդով լսելու Աստծո խոսքը եւ ընդունելու օրհնություն Տիրոջ մե։ Ամեն։ 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 Այսօր պիտի խոսենք եւ ինչպես որ Հայդար արած է, պիտի խոսենք կարևոր թեմայով, որ այսօր գրնալալ շատ չեք լսած, շատ չի խոսվիր, բայց պետք է խոսվի։ Ով ցանոթ է եւ գիտե որ կան չար ուժեր։ Ոչ թե մարդկային, այլ հոգևոր։ Աստվածաշունչը շատ կխոսի, որ կան եւ գոյություն ունին չար հոգիներ։ Եվ իրենք ներկա են, ակտիվ են, գործի մեջ են, եւ իրենց գործը այսպես կբացատրե Աստվածաշունչը։ Գսե չարը ուրիշ բանի համար չի կար, բայց միայն գուքա կողնալու, սպաննելու, գործընծնելու։ Ինչ քու կյանքդ եւ քու կյանքիդ ամեն մանրամասը։ Քիչ առաջ երկեցինք այնտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ գա ազատություն, չարը գուզեկալ կողնալ քո ազատությունը, Տիրոջ մեջ ունեցած քո ազատությունը, մեղքերեն ազատությունդ։ Երկեցինք որ Տիրոջը հոգին որ է այնտեղ գա խաղաղություն, չարը գուզեկալ կողնալ քո խաղաղությունդ, սպաննել եւ գործընծնել քո խաղաղությունդ։ Եվ ասեմ, չարը ակտիվ է մարդկության մեջ գործանելու մարդոց։ Բայց լավ լուր գա։ Այդ համար ասանք չի վերջանար։ Բայց Հիսուս կսե, բայց ես եկա, որ դու կյանք ունենաք եւ ավելի։ Եվ ինչպես որ գիտենք, կյանքը հաղթեց մահին։ Կյանքը հաղթեց մահին։ Մեր Տերը հաղթեց չարին։ Եվ հիմա բարի լուրը այստեղ է։ Տիրոջը բավինողները չարեն ազատ կլան Հիսուսի անունով։ Ամեն։ Այսօր մեր խոսքը ադի չէ որ գա չար, ադոր մասին մի խոսենք, բայց նաև մեր խոսքն է այսօր որ գա չար, պիտի խոսենք ադոր մասին, բայց նաև պիտի խոսենք որ գա մեր Տերը, որուն անունն է Հիսուս, որ չարին խայդարագեց եւ կխայդարագե քու կյանքիդ մեջ։ Ամեն։ Այսօր պիտի խոսենք չարի մասին, իր կորձունեության մասին, նայեցեք ձեզ հետաքրքիր բան ասեմ, ամեն բանակ, զինվորական բանակ, եթե ինքը պիտի հաջողի իր թշնամիին թեմ, ինքը պետք է գիտնա իր թշնամիին մասին։ Ամեն բանակ, որ գուզե հաջողի իր թշնամու թեմ, ինքը պետք է
իր ճշտամու մասին գիտնա, իր ճշտամու մարդավարությունները գիտնա, իր ճշտամու զենքերու մասին գիտնա։ Եվ այսօր Աստվածաշունչը գսե որ գա հոգևոր բادرազմ եւ գա հոգևոր փանակներ։ Դուք գիտեք որ Աստված իր ժողովրդին նաեւ գոչե փանակ։ Դուք գիտես որ նաեւ զինվոր ես Աստծո արքայության մեջ։ Վաղվա տասին անհամբեր եգուր պիտ խոսին ասոնց մասին։ Դու նույնիսկ հակուս գիտես զինվորական։ Աստնուր փակուստին չնման երադի։ Դագեդե։ Եթե հակերես, վաղը պիտ խոսին անոնց մասին։ Եվ հիմա խոսինք։ Եկեք սկսենք կարդալու Մատթեոս ավետարան 13-րդ խոսքը։ Ինչ է այսօրվա խոսքին նպատակը, որովհետեւ ճանչնած շարին մարդավարությունները, իր քոյությունը եւ ինքը ինչպես կգործե։ Այստեղը Հիսուս նախքան խոսի, ուրեմն ասեմ որ փարիսեցիները մարդիկ, երբ որ Հիսուսը թևերը գազադակրեր մարդոց, այսինքն թև չար ոգիներ է, եկան ասին որ տուն Բեղզեբույով գահանես կոր չար ոգիները։ Բեղզեբուը չար ոգի անուն է, որ նշված է Աստվածաշունչի մեջ։ Հիսուս ասանք պատասխանեց. Եթե սատանան է, իրեն թեմ բաժնվեցավ։ Ուստի ինչպես պիտի գնա անոր թագավորությունը։ Հիսուս Քրիստոսը սատանան անվանեց եւ ասավ իր թագավորությունը։ Եվ այստեղ Հիսուսը քաղաքին բացավ, որ սատանան ունի թագավորություն, որ կներկայացվի այսպես խավարի թագավորություն։ Հետո շարունակեց 28-րդ խոսքի մեջ ասավ. Բայց եթե ես Աստծո հոգիով գահանեմ թևերը, ուրեմն Աստծո թագավորությունը ծեր վրա հասած է։ Երկրորդ Աստծո թագավորություն արտահայտությունը։ Հիսուսը բացատրելու համար այս ամենը երկու բանի մասին խոսեցավ. Սատանայի թագավորություն եւ Աստծո թագավորություն։ Եվ մենք պիտի հասկանանք, եթե թագավորություն, ուրեմն գա թագավոր, եթե թագավորություն, ուրեմն գա օրենքներ։ Որու հետաքրքրեք որ այսօրվա խոսքը լուրջ։ Եթե գա թագավորություն, գա թագավոր։ Խավարի թագավորը, թագավորության թագավորը սատանան է։ Եվ Աստծո թագավորության թագավորը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն գա երկու թագավորություն։ Եվ այս երկու թագավորության մեջ գա բادرազմ։ Խավարի թագավորությունը ունի ժողովուրդ։ Աստծո թագավորությունը ունի ժողովուրդ։ Ինչպես կբացատրվի ասիկա։ Աստծո թագավորության ժողովուրդը Հիսուս Քրիստոսի հետևորդներն են։ Իսկ խավարի թագավորության ժողովուրդը երկու ցևով կբացատրվի։ Մարդիկ, որ առանց գիտակցելու խավարի մեջ գաբրինգոր գոչվեր են իր ժողովուրդը եւ կան մարդիկ, որ գիտակցաբար իրենց կյանքը հանցներ են թշնամին եւ իր ժողովուրդն են։ Ես հիմա քիչ վերջ ցեզի վկայություն ուտեմ, որ դուք գիտնաք ինչպես դուք օրը Հիսուս Քրիստոսին հանցնեցիք ձեր կյանքը, այսօր մարդիկ կան իրենց կյանքը հանցնած են թշնամին, սատանային։ Եվ ասի շատ իրական է։ Սիրելիներ, երկու հիմնական նպատակ կա Աստվածաշունչեն, թե ինչպես խավարի թագավորությունը գրնա մուտք գործել մարդու կյանքը, խավարի թագավորություն որ գսեմ, այսինքն չար ոգիները, որովհետև խավարի թագավորությունը կներկայացնեն չար ոգիները եւ սատանան։ Գա երկու հիմնական բանը Աստվածաշունչեն, որ կբացատրե ինչպես մարդու կյանքին մեջ կուքան չար ոգիները։ Առաջինը ժառանգական անեցներու եւ ժառանգության պատճառով, այսինքն ընտանիքի պատճառով գժառանգվի իրեն զավակներուն։ Եթե այդ ընտանիքը իր կյանքը չի անցած Աստծո եւ իր մեջ գա անեցքներ, այդ ընտանիքի մեջ գա չար ոգիներ, հիմա մեկում մտքեն ասանք բան մգանցնի, որ այսինքն այդ ընտանիքի մեջ չար ոգիները լանն է, այսինքն այդ մարդիկը ասանք են, ադոր մասին չէ։ Շատ նորմալ մարդիկ կան կուշուրջըտ, իրենց կյանքին մեջ չար հոգիներ կան տուն լուրջ ունիս։ Բայց Հիսուսը գսե բդուղեն գջանշնաս զարը։ Եվ հիմա նայեցեք, առաջին օրինակը հիմնական ասի էր,
Անեցքներու պատճառով մարդուն կյանքի մեջ կուքա թիվային ներկայություն, չար ուժեր։ Ասանք բացատրեմ։ Միայն քու ընտանիքը չէ, այլ գրնա երկար սերունդներու պատճառով լա։ Քու մեծ հայրին պատճառով գրնա հասած լա քեզի։ Հեչ լսեր ես որ այսպես արդայություն ըրսած են քո արչև։ Դեդեն քողեր, բաբանալ քողե, ինքնալ քողե։ Դու գիտեք որ ասիկա բադահական չէ։ Ասիկա ժառանգական անեցքի արդյունք է։ Եվ յետևը կան չար հոգիներ։ Այսինքն մարդու կյանքի մեջ գրնա թիվային ներկայությունը լա իր ժառանգորդներու պատճառով այս դեսագը քու ցերկը չէ տուն չի որոշեցիր։ Քու կյանքիդ մեջ եկավ։ Բայց բարի լուր գա։ Նայր խաչին։ Հիսուս Քրիստոսը արիդ դվավ որ տուն ազատ լաս այն բանեն որ տուն չի որոշեցիր որ մեջ լաս։ Քու ծնողներեն եկած անեցքը քու որոշումը չէր։ Բայց տուն անեցքով վիճարնագես քու կյանքդ կամ ոչ քու որոշումը դե։ Ամեն։ Երկրորդ հիմնական գեդը որ ինչու մարդուն կյանքի մեջ գրնան մուտք գործել չար հոգիները հետևյալն է։ Մարդը ինքը իր պատասխանատվությունով, իր որոշումով եւ իր կամքով բաց թուրք գունենա կամ թուրքը բանա սատանային։ Մեղքերու պատճառով հիմնական։ Մեկը դա ասեմ, երկրորդ հիմնականը, որ մարդը գրնա չար հոգիներուն հրամեսել իր կյանք, իր պատասխանատվության տակ իր մեղքերու պատճառով։ Ուրիշ բառերով, Աստծո անհնազանդելով ինքը կփանա սխալ թուրեր իր կյանքի մեջ եւ չար հոգիները արիդ կունենան մտնել իր կյանքը։ Ինչու շատ կշեշտեմ որ աս խոսքերը գիտես։ Որովհետեւ առաջինը օրինակ մներ որ քու սերքը չէր, բայց երկրորդը օրինակ մնե որ քու պատասխանատվության տակ է։ Քու գամքին, քու որոշումներուն տակ է արիդ դալը եւ չի դալը։ Եփեսացիս 4-րդ գլուխը հետևյալը գսե 27-րդ խոսք ու սատանային դերի միդակ Աստվածաշունչը քեզի գսե որ սատանային դեր միդար Եթե Աստվածաշունչը քեզի գսե սատանային դեր միդար ուրեմն դու գրնաս դեր չի դալ Կարևոր հայտարարությունը սիրեներ Սատանան ոչ մեկ իրավաստություն եւ իրավունք չունի մարդու կյանքին մեջ եթե մարդուն կյանքի մեջ բաց դուր չլա Ատ օրինագենզատ անեցքներու օրինագենզատ Ատ օրինագենզատ որ քու ցերկը չէր Երկրորդ հիմնականը ինչ որ քու ցերկը դե Ադորամար ասիկա թող հստակ լա ամեն արդարացում ունայն է ամեն արդարացում ընդունելի չէ քու կյանքիդ մեջ երբ որ դու գսես բայց սելով եղավ Եթե սատանային դեղ դվիր ուրեմն դվիր Այսինքն դու չես կրնար բաներու թույլ դալ Թուրերը բանալ տուն բանալ Եվ հետո արդարացում ունենաս սելով որ Բայց որովհետև ադանք ըրավ ես ալարի Սիրեներ եկեք իրար հետ համացայնենք մեկ բանով որ մենք մարդ արարածը ստեղծված ունենք որոշում առնելու Մեզի դրված է գամք Հիմա կարևոր բան միտեմ հոս մարդ կա միտքեն անցուց որ բաներ կա բայց ես գնեմ առանց իմ ուզելու Ասի ադոր մասին չէ Ասի մակվա ասածս Եթե բաներ կա արդեն քու կյանքիդ մեջ որ գախվեր ես արդեն պատմությունը անցեր է Հիմա պետք է ազատվիս Բայց բաներ որ քեզինը չէ միայն քեզինը գլա երբ որ տուն արիթը դաս Դարբերությունը գիցակ Հիմա քու կյանքիդ մեջ բան մգա 3 տարի է դարաբիսկոր Արդեն բացեր ես տուրը Հիմա պիտի խոսենք ինչպես ազատվիս ադի ուրիշ նույթ է Բայց բաներ կա քոց է կյանքիդ մեջ Սատանային դեղ մի դար քոց կմնա Բիցես աշապ տյուրուն է Դիրոչմով եւ իր շնորհքով այո
Որտեղ դու ուկաս կսես ասանք տշնամին, դու դեղ չունես իմ կյանքիս մեջ։ Ինքը մեկ հատ գրնա հարցնել քեզի, ինչպես աշավ վստահ ես։ Եթե դու նսելիք չունենաս, մակուր հայրենով բադեն գելես։ Պետք է էսելիք ունենաս, չէ՞։ Ես ինչպես իրավաստություն ունիմ ասելու տշնամի, դու դեղ չունես իմ դունի մեջ։ Ինչիդ վստահ ես դու։ Աթարցումին կպատասխանես եւ գսես 2000 տարի առաջ ինձի համար արույն թափող մեռնող եւ հարություն արած Հիսուս Քրիստոս Նազովրեցին այս դունին դերը։ Ամեն։ Ադորամար սիրելիներ, գսես սատանային դեղի միդակ։ Ով գարտացել է Աստվածաշունչի մեջ, որ գսե, եթե աչքդ քեզի քայտակեցնե, հանե, շատերը հասկացել են, որ իրական է ադի։ Չէ, Աստված չուզեր առանց աչքի անցնես կյանքդ։ Բայց աս խոսքը սատանային դեղի միդակ։ Աչքիդ դեղի միդար, որ հետո դեղենիել է։ Դեղի միդար, քայտակության դեղի միդար։ Ամեն։ Հիմա նայեցեք։ Ուրեմն Աստծո բադվիրաններու մեջ ապրելու առավելություններն եւ կարեւոր բաներն մեկը ի՞նչն է։ Քու պաշտպանությունդ։ Աս խոսքին համացան, եթե դունես արիդ դվողը տշնամին, դունես թուր բացողը տշնամին, ուրեմն Աստծո խոսքը որ քեզի գսե ապրիր իմ բադվիրանքներով, ինչու գսե գիտես, որտեվ բադվիրանքներուն մեջ նաև գա պաշտպանություն քեզի, որտեվ դուն բադվիրանքներուն մեջ հնազանդության մեջ ես, որովհետև անհնազանդության մեջ տշնամին արիթ ունի քո կյանքիդ մեջ։ Ուրեմն Աստծո բադվիրանքները դժվարությամբ մի ընդունիք, Աստծո բադվիրանքները սիրով ընդունեցեք, որովհետև ադիգա ցեզի պաշտպանություն է նաև։ Աստծո բադվիրանքները այսօրվան է ուրիշ նայր։ Աստծո բադվիրանքները քեզի ապահովություն եւ պաշտպանություն է չարեն։ Օդար մի իսկարտուն քեզի որ շատ հերու ես այս աշխարհեն Աստծո բադվիրանքները բայելով։ Ավելավե հերու լաս այս աշխարհեն, չագերդյալ այս աշխարհի աղդերեն, բայց պաշտպանված լաս։ Քան թե աշխարհի մեջ լաս եւ որսը լաս։ Տշնամին։ Ադորամար Աստծո բադվիրանքները ուրախությամբ բայեցեք։ Ամեն։ Սիրելիներ, Աստվածաշունչի մեջ շատ չար հոգիներու մասին նշված է եւ անուններով։ Գրնանք երկար խոսիլ ադոր մասին, բայց այսօր պիտի նշեմ 7 տեսակի մասին, որ շատ հիշված է, շատ հիմնական է, եւ պիտի խոսենք ադոնց մասին։ Մենք պիտի ունենանք դասընթաց նույնպես աս թեմայով, երկար։ Բայց այսօր պիտի հիշեմ 7 տեսակ չար հոգիներու մասին, որ Աստվածաշունչը գխոսի, որ նաև ավելին գա, բայց հիմնական այսօր մեզի պետք բաներ են ասոնք, որ պիտի խոսենք։ Երկրորդ Տիմոթեոս առաջին խոսքին մեջը բիչի տնենք, կանե բիչի գարտամ, հիշված է վախի հոգի անունով հոգի մասին։ Գուզեմ շեշտել ասելով, եթե գանվանենք հոգի, ուրեմն անց է։ Խնդրեմ եղբայրս կաս։ Հիմա ես հոս քանի հոգի եմ, ասեք, ինչու գսես մեկ հոգի, ինչու ասպարը կորդածես հոգի, որտև ես կներգայացնեմ անցս որպես հոգի։ Հիմա ես հոս քանի հոգի ենք, երկու հոգի, ինչու դուք կներգայացնեք կոր մեզի հոգի պարով, որովհետև մենք իրականության մեջ հոգի ենք, հակած ենք մարմին։ Մերսի շատ։ Աստվածաշունչը գսե վախի հոգի։ Եթե Աստվածաշունչը գտիմե ասելով հոգի, ուրեմն գխոսի գոր անցի մասին։ Եթե գխոսի գոր անցի մասին, ուրեմն շատ ավելի իրական է քան քո պատկերացումդ։ Ինչպես ես քո արջևդ at անցնալ իրական է։ Ինչպես ես մեկ հոգի, որ հիմա գեցեր է քո արջևդ գխոսի գոր իրական, եթե այդալ հոգի է, ուրեմն ինքը շատ իրական է։ Ինքը ինչ որ արդիական երազային բանը չէ, ինքը հոգի է, բայց մարմին չունի։ Ուրեմն
Մենք կորձ ունենք անձերու հետ եւ ոչ թե ինչ որ բանի հետ, որ չենք հասկացած։ Կորձերնից անձերու հետ է։ Կորձսելով կորձ չունենք իրենց հետ, բայց եթե գա մեր կյանքի մեջ կորձ մը պիտի ունենանք վզդիկ, ասենք ուրեմն վախի հոգի սիրեներ ուրիշ հոգի մը գա, որուն գուզեմ որ կենտրոնանալ, բայց նախքան անցնեմ գուզեմ ձեզի ասել, որ պատկերացում ունենանք։ Ինչ նկատի ունիմ ես ասելով վախի հոգի։ Այսինքն ադիկա մարդու կյանքի մեջ լանը ինչ կլա։ Սիրեներ, ամեն ինչ, գրեթե ամեն ինչ, որ շարնագողական վախի մեջ կբահե քեզի, դարբեր մտքերով իրեն յետևը գա վախի հոգի։ Ինչու ասի շարնագողական, որովհետև նշաններն մեկը, որ հոգու ներկայություն գա, ինքը շարնագողականությունն է։ Այսինքն մեկ անգամ բամի եղերեն էսել չէ չար հոգի գա, գամ տուն ազատագրման պետք ունես։ Բայց եթե մարդը վախի հոգու աստեցության դակ է, ասանք բամը ասեմ, ինքը հետ ատմոսֆերա ունի, մտնոլորդ, այսինքն at հոգու ներկայության կամ հարցակման մեջ մտնոլորդ ալգա։ Օրինակ դամ ձեզի, ասանք օրինակներ, օրինակ ովևէ մեկ իրավիճակները վախեր, օրինակ մահվան վախեր, օտո քշելու վախեր, մարտոցմե վախեր, մեգուսանալու հետ կապված վախեր, մինակ մնալու վախեր, անհաջողության վախեր, աշխատանք կորսնցնելու վախեր, նայեցեք, գշեշտեմ որ վախեր, ասեմ ինչու, որովհետև բահի դակ մտահոգվելը ուրիշ է, վախի մեջ ապրելը ուրիշ է, նորեն ասեմ, բահի դակ որպես մարդ գրնաս մտահոգվել, կորզիտ մասին գմտածես, լուծում գպնդրես, ասանք մի քանի վարգան կրդին կտապի, հետդ չես գիտեր որ ինչ պիտնես, մտահոգված ես, բայց վախի մեջ եթե գաբրիս, այսինքն ոչ թե մեկ օր, երկու օր, վախի մեջ ես, արդեն ոնդեղը եւ ասորբես դեսակներ, հիվանդության վախեր եւ այլն։ Երկրորդ օրինակը, առաջինը ասած մի օրինակ, հոգի, անձի մասին է։ Աստվածաշունչը տեսնենք որ կա մահվան հոգի, մահվան։ Եվ այս մահվան հոգի կորձունեությունը ամեն անուն իր կորձու ունի, մահվան հոգի։ Ամեն ինքնասպանության յետև ինքնասպանություն։ Ամեն ինձինք վնաս հասցնելու, ամեն ըբորշնը, ամեն վիժումի, ասի կարևոր է։ Ես YouTube-ի մեջ կարոզեցի ասոր մասին ուսմունքներեն վիժումի թեմ։ Շատերը չեն գիտեր սիրեներ գուզեմ ոստեղեն բորալ։ Վիժումը մարտասպանություն է։ Եթե երած ես պետք է աբաշխարես, եթե չես սրած օրմը միտքդ կան է կիցիր սատանան է։ Վիժումը հոգիի մահվան բաջարն է։ Ասոր ետևը գա մահվան հոգի, աս իրաթարցություններուն ետևը։ Եվ իրաբես կա սիրերներ, օրմը վիդյոմը տիդեցի, երդասարդ աղջիկը, թեմ գխոսի գոր, սե ես 40 ադրի, բիդնեմ ալ ով իմ գյանքիս հետ կորձ ունի, 40 անգամ։ Բարի եկակ հոգևոր իրականության մեջ, թևերը իրական են, բրներ են մարդոց և իրենց կոնտրոլ են հանած են այլևս։ 40 հոգի մեր ցուցած է երբորին մեջ։ Ասոր յետևը միայն գա հոգի։ Եվ աստվածաշունչի մեջ շատ կտեսնեք։ Ով գարտասեր է աստվածաշունչի մեջ, որ գար չասվածմը մողոքը, որ իրեն զոհ գնային իրենց մանուկները։ Իրական է ասամենը մանուկը զոհ գնային at չաստծո մողոքին աստվածաշունչի մեջն է։ Այսօր ուրիշ անուններով դարբեր երկիրներում մեջ եթե գիտեք մինչև այսօր գա։ Դարբեր ցեղեր, ասկեր դագավին գնեն։ Ադոր յետևը գեցած են այն իշխանությունները որ հոսեն, խոսված է իրենց մասին։ Այսպես գրնամ շատ երկնցնել, բայց այսօր եկերեմ թիբուկ խոսելու,
Բայց դասընթաց մի ունենանք անպայման համբերեցեք այսօր մասին խոսելու։ Աստվածաշունչը գիշե նաև հոգիի մասին, որ շատ կարևոր է ասեմ, բորնգության ոգի։ Բորնգության ոգի։ Ով սեի մեջ իշված է։ Գարջ անդադարձում ուտամոր ամեն ինչին։ Բորնգության ոգու, շնության ոգու։ Այնտեղ որ ինքը գա իր կորձունեության արդյունքները։ Ամեն պորնոգրաֆիայի հետև գա բորնգության ոգի։ Ամեն շնության անփարո սերական հարաբերություններու ամեն ամուսնական ուխտը խախտող ամեն այս բղծություններուն հետև գա բորնգության ոգի։ Հոմոսեքսուալիզմի հետև գա եւ ամեն տեսակ բիղծ սերական հարաբերություններու հետևը գեցած է այս ոգին։ Ուրիշ գախվածության ոգի։ Addiction։ Գահադուկ ոգի, որ երբ մարդը հարցի մեջ է, դրտմած է, նույնմ ունի իր կյանքի մեջ, հանգարց միտք ու կա իրեն, քիչ մը խմե, քիչ մը ձխե, քիչ մը ասիր է, որբեսի հասցնե իրեն գախվածության, ադիգա ոգի է հադուկ։ Addiction-ի ոգի, որ մարդոց գախվածության մեջ կբահե։ Հետաքրքրական բանից եմ բայց ձեզի, որ չեք մտածած տերևս։ Կան նաև թեթև աստիճանի վրա գախվածության բաներ, որ գսես գիծար, ասենք լուրջի չեսարներ, թեթև աստիճանի։ Տելևիզիոն, տելեֆոն, կոմպյուտեր, խաղեր։ Հեչ անտիպած եք բադայներու, որ իրենք 10 ժամ խաղ կխաղան։ Նորմալ չէ։ Եվ ցեզի ուրիշ բան ասեմ, ադի 10 ժամով չսկսավ, ադի 1 ժամով սկսավ տերևս։ Արդյունքը գծցնե, որ ինչ է բդուղը։ Եվ հիմա ընտանիքը դեսնելով վտանգը գուզեգոր իրեն ասել ոչ պիչի խաղաս։ Եվ հիմա դղան դակտու վրա արած է դունը։ Աբստամբած է իր ընտանիքին թեմ։ Եվ ինքը չի գրնար գոր չի խաղալ 10 ժամ, ինչու, որտեվ ինքը addicted է այլևս։ Ոգի է։ Լսեցեք, ես զանր աստիճաններու մասին կխոսեմ գոր շեշտելով ոգի, օքեյ, որ չսեք ամեն ինչին ոգի, չէ, զանր աստիճանի շարնակվող բաները, այլևս նորմալ չէ։ Հիվանդության ոգի, գախվածության ոգին հռոմեացիի մեջ հիշված էր, Ղուկաս ավետարանեն Պերիասի, հիվանդության ոգի, անունով այս ոգին գուզեմ շեշտել, որ ամեն հիվանդություն ասել չէ հիվանդության ոգիի կամ չար հոգիի ներկայություն գադոր հետևը, բայց նաև ճշմարիտ է, որ շատ հիվանդություններուն հետևը գա հոգի։ Հիսուս Քրիստոսին կբերեին հիվանդներ, գրված է չար հոգիներուն կվրընդեր եւ մարդիկ կբժշկվեին։ Ուրեմն կան վիճակներ, որ իրենք ոչ թե բարձրապես հիվանդ են, այլ ոգին, հիվանդության ոգին բռնած է իրենց։ Օրինակներ վիդամ։ Շաքարի հիվանդություններ, հոդվածներու հիվանդություններ։ Այո։ Նորեն գսեմ, գշեշտեմ։ Բայման չէ անպայման լա չար ոգի, բայց նշաններեն մեկը որ հավանաբար գա, եթե ժառանգական է։ Մամա դուներ թունա ունիս, թուն ունիս բզդիգ ու դունեցավ, նշանը երևելի է։ Հիմա, եթե ժառանգական չէ եւ ունեցար, գրնալալ ոչ։ Ուրիշ, քաղցկեղ, կանցեր հիվանդությունը, ոչ միշտ ոգի է, բայց շատ ժամանակ ոգի է։ Շարնագոական թուլություն, նայեցեք, մարմնի շարնագոական թուլություն, միշտ նորմալ չէ։
Նորմալ չէ։ Ժամանակին ազդաղանտը չունեի ես խոսազադենս բաներն եմ որ մարդիկ խնդան։ Բայց կբացվի գոր հետս։ Աստծո հոգիով։ Ուրեմն շարունակենք։ Չէի պատկերացնել ասանք բանի մեջ խնդանք։ Շարունակական թուլություն որսի։ Հիմա ուրիշ մտավոր խանգարումներ, մտավոր գուզություն բայց գուզության նորմալ չափը չէ գիցակ, ասանք չէ միայն։ Գուզության հիվանդություն կա, ասանք որ գրնագը լման գծրե։ Գիշեք Աստվածաշունչի մեջ գին մգար որ լման ծրած էր, գսե ոգին կնաց, գրնագը շտկվեցավ։ Այսինքն որ քիչ մը ասանք աստեղը ծրած է չերտաս չսես չար հոգիտուն։ Ադեներ մգանդ դգարացած գրլա, բարձավ է շտկվիր։ Okay, ուրիշ։ Ասի կարևոր է, օրգաններու հարցեր։ Գուզեմ շեշտել, օրգաններու հարցեր։ Աղեկներու հարցեր գա հադուկ, որ չար ոգիներու պատճառով է։ Ես ազատագրման ծառայություններ դեսերեմ։ Հոգին գսե որ ել աղեկին մեջ են։ Ելել եմ վերջ։ Չիղերու խանգարում, մորտի շարունակողական հիվանդություններ եւ այլն։ Հիվանդության ոգի։ Ուրիշ հբարդության ոգի։ Ձեզ ինչս քիչ արած սիրեներ, մինչև արդու գրնանք խոսիլ հոգիներու մասին, բայց մեր նպատակը հոգիներուն ծանոթանալ չէ միայն, բայց եւ ծանոթանալ կարևոր գեդերու, կարևոր անուններու եւ նայենք իրենց կորձունեությունը հասկացաք, իրենց ճանշնանք։ Հբարդության ոգի։ Գա հբարդության ոգի։ Վաու։ Հիմա ես ցեզ իսեմ հբարդության հոգի պատճառով ինչեր գրնալալ։ Ասեմ։ Ամպարդավանություն, վրեժխնդրություն, աբստամպություն, եսասիրություն, իշխանություն ունենալու ցանկություն։ Գիտար ուր որ ես, դու մի դլաս բոսը։ Հանդարտիր։ Չէ հարց կա այսինքն։ Նորմալ չէ գիտակ, պրսնալ միարներս ազներս, ընդանուր գխոսիմ։ Երբ որ մարդու կյանքի մեջ գաս իշխանություն կրավելու հարցը, նորմալ երևույթ չէ ադիգա։ Գա հբարդության ոգի, ուրիշ։ Քննադատել։ Ասի բիցեմ գրնանալ միտքերնետ չի անցած, չղայնություն։ Շատ ժամանակ մարդը չղայն է միշտ, որովհետև հբարդ է։ Հաշվուն շիկար միշտ չղայնա։ Անգախություն։ Ինքը իր անգախությունը ունի։ Մեկը չի գրնար մոդելանադոր, մեկը չի գրնար խառնվիլ։ Մեծամտություն, մեծ խոսող եւ այլն, ասանք։ Հբարդության ոգու արդյունքները գրնալալ։ Ուրիշ հիշված ոգիներ են Աստվածաշունչի մեջ։ Հարցուկ ոգի։ Հարցուկ անունը ասանք։ Կուշագության ոգի, ուրիշ բարերով։ Այսինքն գախարդ ոգի։ Գախարդության յետևը եղող չար ոգիներ։ Օրինակ, բրժերը այսօր որ կան, լավ լսեցեք։ Բրժերը գախարդության արդյունք են։ Եվ այդ բրժերուն յետևը գեցած է ոգիմը, որուն անունն է կուշագության ոգի։ Ինչս էլ է կուշագություն, կուշագել։ Դու գերտաս գուզես բրժերդ գարտաս ինչ ունելու կուշագելու քու կյանքդ։ Ադորանունը կուշագել է, պիտի գիտնամ։ Ասխակուշագություն եւ ասոր բես շատ բաներ յետևը չար ոգի գա։ Քիչ առաջի մեղքով թուրքը բանաշ չէ։ Ես ձեզ իսեմ գիտություն չունենալու պատճառով մարդիկ գերտան ասանք բաներ գնեն թուրքը բանան։ Ասալ մեղք է գիտեիք։ Եթե դու կացեր ես օրը
Քուշագիկով որբեսի եսեք ու կյանքիդ մեջ ինչու աս հարցերը գա, ադի թուր կպանա։ Եթե ցուն կացեր ես շեխիկով, որ ինչ գիտնամ ինչ ունես, ես քեզ իսեմ իրեն կախարդության հետ կսպաղեն։ Ձարեր բդուղեն գջանցվի։ Այսպես։ Եվ 7 ադեղ ավարտեն։ Գրնայինք շարք երգնցնել, բայց սիրերներ, ինչ էր նպատակս հիմա։ Նպատակս նախ լուրջ առնելն է, բոլորիս, որ լուրջ առնենք, որ կան իրական հոգիներ, որ իրենք անցեն։ Նպատակս չէր, որ մեծնեմ քո աչքիդ, որ իրենք կան, հա, սկուշ եղիր, չէ։ Նպատակս է, որ գիտություն ունենաս, որ հոգևոր աշխարհը որչափ իրական է, հոգևոր աշխարհը ինչպես կկործե, եւ սկուշանաս ադոնցմե, եւ Աստվածաշունչը եթե բանեու մասին կսկուշացնե քեզի, ուրեմն ավելավ է սկուշանաս։ Ադոր համար բադվիրանքներով ապրիլը մեզի գուտա պաշտպանություն, ապահովություն, որովհետեւ մենք բաց դուրս ունենանք։ Ես էզի քիչ առաջին օրը միտեմ։ Չար ոգիները ոչ մեկ իշխանություն չունին մարդու կյանքի մեջ, եթե մարդ իրեն չի դա։ Եվ իրենք ունին իրենց կործած սևերնին։ Օրինակ հիմա բամից եմ շատ հարազատ է քեզի։ Օրը երբ որ ցուն կյանքը դվիր Հիսուսին կյանքը դսկսավ փոխվել, օրեր եղավ քու կյանքիդ մեջ վախեր եղավ, չլա իդ դառնամ առաջվա կյանքիս, չլա իդ ածխալը անեմ։ Եվ փամը շրջապատեց քեզի իսկացիր։ Եվ վախի մեջ սկսար ապրիլ։ Ադի վախի օքին է օրինակ։ Մենք պիտի ջանշնանք, որովհետեւ գիտնանք, որ այդ կորձ ունենք, որովհետեւ նաև դեղ չի դանք։ Աստվածալ քեզի գսե դուք վախի օքի չարիք, այլ զորության, սիրո եւ սկաստության։ Նայեցեք Աստված ազատելու համար փոխարինեց ամեն բան։ Ես կարոզը որ կարոզեցի խաչի օրը, ինչի մասին էր փոխանագում։ Աստված իր միածին որդին ղրգելով ամբողջովին սատանային խայդարագեց եւ կորձերը կանտեց քու կյանքիդ համար։ Գխնդրեմ պրսնել առնես անձնական քու կյանքիդ համար սատանայի կորձերը կանտված գրնալ լալ, եթե չեք կանտված, քանի որ Հիսուս Քրիստոսը երավադիգա։ Գիտես ինչ պետք է քու բաժինդ։ Գիտես ինչ պետք է քու որոշումդ։ Սիրեներ, որքան գծարայեմ գոր Աստծո, մարդոց հետ ժամանակ կանցնեմ գոր, օրը մեկ բան ավելի կհասկանամ գոր։ Քու որոշումդ շատ բան գախված է։ Աստված ամենակարող քու որոշումդ չի գրնար անցնել։ Ոչ թե քանի ինքը չի գրնար, բայց քանի անարդար գլա դիգա։ Աստված քու որոշումիդ համացայն գկորձե քու կյանքիդ մեջ։ Քու որոշումով ընդունեցիր Հիսուս Քրիստոսին, չէ՞։ Ասեմ, Աստված ամեն բան գնե։ Աչեն, ցախեն, արջևեն, յետևեն կյանքիդ մեջ, որ տուն հասկանաս, լսես, անդադարնաս, բայց վերջավորության գախված է քու որոշումովդ։ Այո գսես կամ ոչ։ Եվ ասի փաստված է Աստվածաշունչն։ Գսե կյանք եւ մահատրի քու արջևդ ընդրե։ Բայց մեկը դա բամը խրադեմ քեզի։ Ավելավ է կյանքը ընդրես։ Ինքը հայր է, ինքը Աստված է որ կգամենա քեզի համար լավը, բայց ընդրության արջև դրած է քեզի։ Ինչու ասի իսի։ Որովհետև սիրելիներ, ազատագրման մեջ նաև գա որոշման կարևոր բաժին։ Հստակ ասեմ ցեզի։ Մարդիկ կան երկար ժամանակ է չեն ազատագրվիր, ամեն անգամ գրնալ գաղոտվին, թևերը գելեն եւ այլն, բայց ինքը նույնին կվերադառնա մեկ պատճառով։ Որոշում չի արած, որ ինքը կուզե գոր ազատագրվել։ Եվ երկու հիմա քիչ վեճ պիտեմ, ինչու գրնալ ազատագրվի այդ դառնա ադամեն ինչին։ Հիմա Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ, լավ լուրը պիտեմ ցեզ, ով պատրաստ է լավ լուրի։ 16-րդ գլուխ, նայեցեք ինչ գրված է։ Երբ իրիկուն եղավ, շատ թիվահարներ բերին անոր, որու Հիսուսինքով խոսքով հանեց չար ոգիները եւ բոլոր հիվանդները բժշկեց։ Ամեն։ Գրված է ինչ թիվահար բերին խոսքով հանեց
Եվ բոլոր հիվանդները բժշկեց։ Ասի գիտես ինչ ասել գուզե, Աստծո գամքն է, որ դու բժշկվիս եւ ազատագրվիս։ Ամեն։ Աստծո գամքն է։ Հիմա ես էզի բամը պիտի օգնեմ, որ հասկանաք։ Հիմա ես էզի Աստծո գամքը։ Աստծո գամքին հավատալու, Աստծո գամքին համոզվելու համար գրնա շատ ցայները լաուստեղը։ Բայց թերևս դոկտոր Ադանգսավ դու գիտեք թևերը նաև ինչին կնմանին ասվաշունչի մեջ հիշված է բզդիկ ջանջերու ասան խանկարեն անկնես ասան հոստետ կսե անկնես հոստեն նայեցեք ինչու ասիսի որովհետև երբ որ Աստուծո գամքին հետ գհամացայնիս տուն բաժար կդառնաս որ այդ ցայները լրեն որովհետև այդ ցայները եկել են մեկ նպատակով Gam vorbesc at sainerun havadas, gam vorbesc Աստծո havadas. Adonk չեն եկած որ Աստծո havadas. Այսինքն at saiները անորամար է որ իրենց havadas. Հանգարց բիդիկաս արչև բժշկության համար միտմուկ ուկակեզի. Գրնալ Աստված ճուզեր. Ինչպես կգիտնաս Աստծո գամքը իր խոսքեն. Ինչպես վստահ գլաս, հավատալով եւ վստահելով իրեն, ըսկացումներդ մշակույթը դրացիդ ինչ կսե կարևոր չէ Աստված գսե բոլոր հիվանդները բժշկեց Վերջացավ Քերիները ազատ արձակեց Ինչ addiction ունիս Հիմա խոսած սևեսալ գահսկնաս որ քիչ մասանք պիտ վարվիս տուն քո էդը դալ Ինչ addiction ունիս դարիները Ինչ մեղքեր ունիս Ինչ ասի ունիս ադի ունիս Ինչ ժարանք լսե ինձի Ինչ ժարանքական անեստներ ունիս պետք է եղբայրս նվակե Ինչ ժարանքական անեստներ ունիս Գիտես ինչ պետք է օրմը Ասես գպավե Ասի գիտես ինչ է Ասի գիտես ինչ է Ոտքի է լեստուն քեզի համար որոշումով այլևս որ Աստծո գամքը եւ վերջ Գա խիզախ Գարձր հավատացյալի գողոմը գիտեիր որ ինքը իր դիրոջ բադվիրաններուն եւ իր դիրոջ գամքին նախանցախնդիր է Գիտես ինչ ասել է նախանցախնդիր որ յոլա չերտար ամենուն խոսքին հետ նախանցախնդիր բանիմը համար ես նախանցախնդիր եմ որպես ես ժարանքեմ այն ինչ որ Աստված ինձ համար գսե Աստված իր միածին որդին ղրգեց որպես ես անեցքի մեջ չապրիմ ուրեմն հիմա ել ոտքի Սերժ անեցքի հարցերը լուծե Ինչ անեցքի հարցերը լուծե ինչ ու միտ լուծես ոչ համացայնիր անեցքի հարցերը լուծողին հետ որ լուծվին Դու գիտես որ համացայնություն կա քո եւ դիրոջ մեջ Հիսուսին հետ պետք է համացայնիս քո հարցերովդ Գամ յոլագերտաս անեցքներովդ գամ գսես Տեր Հիսուս այս անեցքներուն վերջի եկավ Եվ գիտես նախանցախնդիր մարդուն բնավորությունները մեկը ինչ է ասեմ քեզի չի ցկեր յետևը մինչև չստանա Մեր հարցերը մեկը ասիգա է մեկ կնենք երկու կնենք երրորդին գսենք էբիդլարն է գլար ինչու աչփթույլ ենք Ինչու շատ բաներու մեջ կարծեր ենք կյանքի մեջ Իրական չէ Ինչու արդվներգուն գրնանք աշխատիլ չան կնել որովհետեւ օրը դուն կնենք բայց երրորդ անգամ են գանցվինք չարին ինչու Ինչու այս աշխարհի ժամանակավոր բաներու մեջ գարձեր ենք բայց երկնային բաներու մեջ թույլ ենք Ինչու հոգևոր հարցերուն հանդեպ մեղքերուտ նյութով թույլ ես մեկ երկու երեք գպավե Աստված մի դուզենե գնե լսե ինձի Աստված գուզեգոր Յետևենքնա Մեկը իր երկու իր երրորդին չրի չեղավ չորրորդը է Լսե ինձի հարցը քանի անգամ անելու մեջ չէ հարցեր գա իր դեսագին պես մեկ անգամ զարնեսն է չէ երկու անգամ զարնեսն է չէ բայց երրորդին պիտի Դու գիտես բادرազմի է որ գրիվի մասին խոսենք որ ուրեմն ինքը առնել դալ է Հիսուսը անաբադի մեջ գրիվրավ Գսե տշտամին եկավ մի անգամ Հիսուսը պատասխանեց
Հետո քրվերը տշտամին փախավ, քանի որ Հիսուսը պատասխանեց. ոչ։ Գսե երկրորդ անգամ։ Գսե երրորդ անգամ։ Եվ քրվերը հագարակվեցեք սատանային, եւ ինքը պիտի փախչի։ Ես կուզեմ որ սիրելի եկեղեցի դարիքդ քանի է կարևոր չէ, ասի որովհետեւ դարիքիդ համացայն բան չէ։ Կուզեմ որ սիրելի եկեղեցի որ քու մեջդ հավատացյալի գարձր գոմնալ բարձրանա։ Հավատացյալի Աստծո զավակի գարձր խիստ կողմերը թող արտնա։ Հասկացար։ Խնդրեմ վիդեոն տնենք։ Նախքան տնենք, շատ ծանոթ վիդեոն պիտի տնենք երկու հատ։ Ինչու է աս վիդեոն։ Հիմա հոստեղը ինչսինք այսօր հայտարարեցինք, չէ՞ որ աղոտ պիտի լա։ Ազատագրման աղոտ, բժշկության աղոտ։ Հիսուս Քրիստոսը երեք այսօր եւ հավիտյան նույնն է։ Հիսուս Քրիստոսը այն կորձը, որը սկսավ երկրի վրա, ինքը կշարունակե գոր։ Եվ Աստվածաշունչը կսորվեցնե, որ ինքը կշարունակե գոր իր կորձը իր ժողովրդի միջոցով։ Հիմա եկեք բամը հիշեցնենք իրար։ Կխնդրեմ տնենք։ Ով Դավիթի որդի գաղաչեմ, գտա իմ վրաս։ Ինչ կուզես սնեմ։ Ես կուզեմ տեսնել։ Դես, ավատքդ քեզ փրկեց։ Ախ կտեսնեմ։ Կտեսնեմ։ Ասի Աստվածաշունչեն առնված թեփն է։ Ով սկաց մեջը ինչ եղավ։ Ով սկաց մեջը բան մի եղավ, որ մենք խոսեցանք քիչ առաջ։ Հիվանդը բորած Դավթի որդի ողորմե ինձի։ Ով սկաց Հիսուսին կով մոդեցավն է Հիսուս ինչ հարցում արծուցիրեն։ Ինչ կուզես ընեմ քեզի համար։ Աս հարցումը գիտես ինչ է։ Ինչու եկերես իմ կովս, ինչ որոշեր ես։ Ես ասորինակ շատ կուտամ։ Աս մարդը գրնալ լսերեր, որ Հիսուս անունով մեգա 5000 օքին գերագրեց, անոթիներուն հանգիստ կգերագրե։ Եթե 5000-ը գերագրեց միան դղամարդ 5000, գիներով, բզդիկներով 20000-ի չափ, քեզի երեկվնե կգերագրե, անցնին է։ Խոսիր իրեն հետ։ Դերևս ինք ադորավադացած էր։ Ադորամար Հիսուսը սավ ինչ կուզես։ Քու ուզածդ ինչ է, քու որոշումդ ինչ է, ես դամ քեզի։ Եվ ինչ եղավ։ Բժշկությունը ստացավ։ Երկրորդ վիդեոն աջիս, շատ լավ դիտեցեք վիդեոն։ Վարդապետ, տեսնես սավագս, սիվահար է, գաղաչեմ, գտա անոր։ Իմ միակ որդիս է, ասեկետները խնդրեցի, որ ազատեն սինքը, բայց չի գրծան։ Անհավատ և մոլերանց սրունդ։ Դեր մինչև երբ ցեզի պիտի հանդուրժեմ։ Հեր զավագդ։ Ամեն։ Երկրորդ վիդեոյի մեջ տեսակ հստակ չէ, որ ինչ եղավ։ Թիվահար մարդ մներ, երիտասարդ տղա մներ եւ Հիսուսը ազատագրեց իրեն։ Ինչ էր նպատակը աս երկու վիդեոներուն, նախ որ հիշեցնենք Հիսուսը ինչպես երկրի վրա էր, այսօր իր սուրբ հոգով իր ժողովրդի մեջն է, բայց կարևոր բաները մեկը որ գուզեմ որ շեշտել, ով տեսավ թիվահար տղային վիճակը։ Չար ոգու աստեցության դակ եղող մարդը, որ գսկսի ազատագրվել։ Այս ֆիլմին նման, ճիշտ նման, բաներ գսկսի գրնա ալլալ հետը։ Միշտ չէ, բայց գլա,
Ինչու ասի գսեմ գորսեմ։ Որտեվ այսօր ես գիտեմ որ մշակույթը չեմ գիտեր ժողովուրդը գրնա զարմանա իրեն սխալինքա դեսնելով այսպիսի բաներ երբ որ լա եկեղեցին մեջ։ Օրինակ քիչ վերջի ես գրնալ մեկում համար աղոթեմ ոստեղը եւ ինքը ինչեր լա այս դղումբես Եթե դու առաջին անգամ այստեղ ես կամ եթե դու առաջին անգամ այստեղ ես բայց դեռ չես հասկացած քեզի ասեմ ավելավ է լուրջ առնենք եւ հասկանանք որ գա չար ոգիներ եւ եթե մարդու կյանքի մեջ գա եւ դուրս պիտի կա շատ ժամանակ այս է աստեցությունը մարդու մարմինը գիտեք ինչ գրված է աստեղ եւ որ գարտանք միջ այդ գրված է եւ չար ոգին քեդին զարգավ դուղուն Գիտես ինչ կնման է ասի, որ ես ոս հիմա գեցած լամ եւ քերպնական օրեն օդը ելեմ եւ քեդին զարնա ինձի։ Մենք սահմանափակված ենք ֆիզիկական մարմնի մեջ, բայց հոգեվոր դաշտին մեջ ամեն ինչ ուրիշ մագարտակի վրա է։ Ադոր համար այսօր ժողովուրդը ես կհասկանամ ժողովուրդը գարիք ունի լսելու այս փաստադրության որ նույնն է ամեն ինչ Հիսուսի օրերուն եւ հիմա մարդիկը գան, չարոքիները գան, Հիսուսը գա եւ կորձը կշարունակվի գոր։ Եվ մարդիկ պետք է ազատագրվին։ Եթե Հիսուս ամեն քյուղ քաղաք կերտար հիվանդները կբժշկեր եւ թևերուն գազադեր, ուրեմն եկեղեցին պետք է շարունակե իր կորձը։ Եթե եկեղեցին չշարունակե իր կորձը, ուրեմն եկեղեցին իր կորձին մեջ չէ շիրակ։ Բիդի եւ պետք է դեսնենք ազատագրումներ եւ բժշկություններ։ Ավելի լավ է աստվածաշունչով շարժինք, քան թե մարդու օրենքներով։ Հիմա կարևոր բանը Հովանես Ավետարան 14-րդ գլուխը այսպես կսե։ 14-րդ գլուխ 13-րդ խոսք։ Աբա թե ոչ քոնե կորձերուն համար ինձ հավատացեք։ Հիմա նայեցեք։ Հիսուսը բամը գսե շատ կարևոր։ Ճշմարիտ գսեմ ցեզի։ Թե ան որ ինձի կհավատա այն կորձերը, որոնք ես կկորձեմ, ինքն ալ պիտի կորձե եւ անոնցմե ավելի մեծ կորձեր պիտի կորձե։ Վասնզի ես հորս կով գերտամ։ Ինչու ասի։ Հիսուս Քրիստոսը կարևոր մեսեջ մտավ ժողովրդին եւ իր աշակերտներուն ասելով այն ամեն կորձերը որ ես կորձեցի երկրի վրա բոլոր ինձ հավատացողները իրեն գալ պիտի կորձեն նույն կորձերը եւ նույնիսկ զարմանալին այդ է ավելի քան ես որովհետեւ ես հորս կով գերտամ Ինչու ասի եւ շատ կարեւոր է որովհետեւ այսօր մարդիկ այս հարցը ունին այս հարցումը Տուն ով ես որ բժշկես Տուն ով ես որ մարդոց մեջ են շարոքիներ հանես Շատ աղավոր հարցում է քանի որ պատասխանող պետք է Լսեցեք սիրելիներ Մարդը չէ ընողը այլ դիրոջ հոգին բայց դերը իր աշակերտներու միջոցով կկորձե երկրի վրա Կորզարակելոցը գտեսնես եւ գնայս աշակերտները այն ինչ որ օրին Հիսուսը շարունակեցին եւ ավելի Չէ գրված Հիսուսին տաշկինագեն մարդիկ բժշկվան Պետրոսին տաշկինագեն մարդիկ բժշկվան Գիտես ինչ գրվել է Տաշկինակ Ասե աստվածաշունչն է հեքիաթ չէ Գսե Պետրոսին Կովեն ուքային տաշկինագը առնելու, որ երթային հիվանդներու վրա ցնեն, որովհետեւ մարդիկ բժշկվին։ Պետրոսին տաշկինագը օծված էր։ Չեմ գիտեր ինչ կլար գոր Պետրոսին հետ։ Ուրիշ բան մա։ Դուք չեք տեսներ գոր, շուկը սկաոս։ Գսե հրաբարակներու վրա գբերեն անդամալույզներուն, որ Պետրոսի շուկեն անցնեն, որ մարդիկ բժշկվին։ Հիսուսին հետ չեղավ ասոնք։ Բայց Հիսուսն է ընողը իր աշակերտներու միջոցով։ Այն կորձերը, որ ես կորձեցի,
Դուք ավելի մի դինեք։ Ճշմարիտ ավետարանն է սիրելիներ։ Ադորամար այսօր նախքան անցնիլը աղոթքին ես ուզեցի այս ամենը ասել, որովհետև այսօր գա հարցում։ Եվ ադոր պատասխանը հետևյալն է. Սիրելիս, եթե ես աղոթեմ քեզի եւ դու բժշկվիս, մեկ բացատրություն ունի. Հիսուսը քեզի բժշկեց։ Ես բարձավես իր ծառայողն եմ։ Եթե ես աղոթեցի քեզի համար չար հոգիները ելան, Սուրբ Հոգին ադիգա արավ։ Ես իր աշակերտն եմ, բարձավես կծառայեմ որ քեզի։ Ուրեմն հետևյալն է. ոչ թե ես, այլ դերն է որ կփարավորվի, բայց բիդի դիրոջ գործը իր աշակերտներուն միջոցով։ Հիմա քիչ երկու անգամ օրինակ ստվի, բայց ես կուզեմ գիտնաս, աչքերուդ կուզեմ նայել։ Իր աշակերտներուն միջոցով, իրեն հավատացողներուն միջոցով դերը գուզե որ երկրի վրա ծծնել քերբնական թաշտը, որ հիվանդ կա կբժշկվի, քերիկա կազատագրվի, սատանան public ցևով, հստակ ցևով մարդոց կյանքերը կգործանե գոր, հստակ ցևով ալ պիտի խայտարակվի։ Մարդիկ պիտի տեսնեն, որ ինքը գա եւ դուրս կելն է գոր մարդոց մե։ Ճշմարիտ ավետարան։ Սիրելիներ։ Եվ վերջինը։ Շատ կարևոր վերջինը։ 13-րդ գլուխ Մատթեոս։ Երբ բիղծ ոգին, ասի լավ լսեցեք։ Մարտեմը ելլե։ Անչուր դեղերը բդդի հանգստություն պնդրե ու չգտնե, այն ադեն գսե։ Թարնամ նորեն իմ դունս։ Ուրգե ելա։ Գուկա Զանիգա մակուր գտնե ու բարապ։ Գուկա Զանիգա գտնե բարապ, մակրված ու հարթված։ Այն ադեն գերտա եւ իրեն հետ գարնե 7 ուրիշ ոգիներ, իր մե ավելի չար ու մտնելով հոնգը փնագին։ Այն մարդուն վերջ առաջինեն քեշ կլա։ Այնպես պիտի լա այս ասկին, այսպես պիտի լա այս չար ասկինալ։ Ասի ինչու էր ասեմ շատ կարևոր բան սիրելիներ։ Սկացի կորձողություն մգար, սավ այն մարդեն որ չար հոգիները գելեն, մեկ։ Գերտան։ Մարդը գմնա առանց այդ հոգին։ Հետո քաղտնիկ մդվավ։ Սավ այդ հոգին Ետ կտարնա, նայր, կաղտնիկ մը գուդամ մորքեզի, ետ կտարնա, եթե կտնե բարապ, հիմա պամը միցեմ, կիտնաս ինչու գսեմ որասի, հեչ եղած է հետդ, որ իրական պանեմ ազատակրված ես, աղոտեցին ազատակրվեցար, մի կանի որ վերջ, նույն մտքերը, կեզի իսեմ, Ասել չի ատ չարոքիները թեր կյանքիդ մեջն են, պիտի կնես, գրնալալ ետ եկերեն բարձաբես, որբեսի ուզեն մտնել։ Մենք պիտի գարենանք զանազանել Եգիպտոսը և Կանանի երգիրը։ Եգիպտոսի մեջ քերի էր ժողովուրդը, թև երբ որ մեջդ գլա քերի գլաս։ Բայց Կանանի երգիրը ազատ էր ժողովուրդը, բայց տշտամին թեր կհարցագեր։ Ադորամար դարբերություն գա քերի ես եւ հարցակումի դագ ես։ Շատ մեծ դարբերություն գա։ Հիմա ասանք կսենա է։ Քնած շարվոքին գուզե ետ կալ, ուր իր դունը, ուր որեր։ Երբ որ գտնե բարապ մակրված։ Պաստորեն նայեցեք ես քաղտնի բաների որ չէի գիտեր։ Չար ոգիներուն ավելի չարնա գա եղեր։ Քրվերը իր մե ավելի չարերը բերավ։ Ինքը չար ոգի է, իր մե չարերն ագա։ Դեսակները գան գիծակ։ Չարին չարն ալգա։ Գսե գերտա իրենցակը բերեք ու կա ամենը որ գուզեմ գործել հետևյալն է սիրելիներ։ Եթե գուզեք կոր ազատակրում, եթե գուզեք կոր կյանքը փոխվի, եթե դուրս կա չարը Բիդի չի բարապ ցկեք ծեր ներսը, բիդի լեցվիկ աստծո հոգիով, բիդի լեցվիկ աստծո խոսքով, բիդի աշակերտվիկ, բիդի շրջաբադեք ցուք ցեզի լավ ընկերներով, բիդի շրջաբադեք ցուք ցեզի լավ երգերով, լավ բաներ դիտելով, լսեցեք, եթե չարոքին երթա եւ նույնը մնաք ասանք, օքեյ, ետ կուկա։ Բիդի
այդ բարապդեղը լեցվի աստուծմով, լեցվի աստծո խոսքով, շատ դեպքեր կան, ասի է պատճառը, գազադակրվի մարդը, երտանուն կյանքը կաբրեդո, ադոր համար աշակերտությունը շատ կարևոր է եկեղեցին մեջ, շարնագողական խմպակները, ամեն գիրակի, որ մենք կհավաքվինք, ասիկա գիրակնորյա եկեղեցական սովորություն չէ, ասի հավատացյալներով հավաքույթ է, որ մենք հավաքվինք, դիրոջ բաշտենք, լեցվինք, իր խոսքը լսենք, ինչու, որ դեղ չիդանք թշնամին, մեր դիրոջմով լեցվինք միշտ։ Որև որ թշնամին կա, աս կրվածը շլա հագարագը հլա, գսե եկավ, հիմա ես կդարկմանեմ գոր, եկավ, դեսավ դեղ չի գա իրեն, ետ կնաց, ասանք կլա, եթե դեղ չլա։ Ադոր համար, սիրելիս, եղիր ատ անցը, որ երբ որ կան, ասեն որ մեզի ոստեղ չի գա, կալեցեք։ Ամեն։ Եկեք ոտքի գնանք։